Ողջույն հարգելիներս, ես գտնվում եմ Մոսկվայում Prodexpo 2026 ցուցահանդեսում։ Այս ցուցահանդեսը սննդի եւ խմիչքի ցուցահանդես է, որտեղ ամբողջ երկրից արտադրողները գալիս են իրենց ապրանքը ցուցադրելու, ուրիշների ապրանքը նայելու եւ ասեմ սա մեծ շուկա է ոչ միայն Ռուսաստանի համար, այլ նաեւ այստեղ ուրիշ երկրներից գալիս են, որպեսզի ուրիշ երկրի համար տանեն ապրանքներ։ Հայաստանն էլ քանի տարիներ մասնակցում էր, այսինքն Հայաստան ազգային տաղավար էր վերցնում, այստեղ ու այդ ազգային տաղավարը, որը մի մեծ տարածք էր, այդտեղ կարային 20, 30, 40 արտադրողներ մասնակցեին, իրենց ապրանքները բերեին։ Ինչ որ միջափս Հայաստանն էր մուծում նրանց տեղը, թեթևացնում էր հոգսը ու կազմակերպչական հարցերը, ոնց որ ասած, պետությունը վերցնում էր իր վրա։ Բայց Նիկոլի գալուց հետո այն կամաց ոնց որ ասած քոքը կտրվեց, ինչպես ասում են, Նիկոլը գնաց իրենց Եվրոմիության, իրենց թուրքերի Տրամպի դուդուկի տակ եւ իհարկե կտրեց Հայաստանի շուկան Ռուսաստանից։ Կամաց այն անում են։ Այն որ Ալենը գալիս է ասում ամեն ինչ օքա, մենք ձեր հետ ենք, ինչ եք խոսում, մենք ստեղ էկոնոմիկա արդեն տեսնում ենք, որ չէ, կտրված է։ Հայաստանի ազգային տաղավարը չի մասնակցում ցուցահանդեսում։ Ու այն որ Ռուսաստանին թշնամի է սարքում, Ռուսաստանը Արցախը հանձնեց, մենք տեսնում ենք, չէ, Նիկոլը Ալիևի հետ գնաց պայմանավորված հանձնեց Արցախը, Ռուսաստանը քեզ ասեց ախպեր տորմուս տվեք Շուշին ձերը կմնա, ասիկ չէ, մենք կռիվ ենք անելու միջև վերջ, բայց կռիվ չէիր անում, դու ամեն ինչ հանձնում էր մեր խաղաղության։ Ռուսաստանը իրան մեջ եկավ, գցեց, կանգնացրեց, դրա համար է Շայգուն ասում մենք հատուկ սպեցօպերացիա հասկացեցինք, այն համար որ ինքը իրան բերեց, գցեց, կանգնացրեց այդ կռիվը։ Թույլ չտվեց, որ արցախցիները հեռանան, տորմուս տվեց, բայց ամեն ջանքերի ռուսների Նիկոլը Պալիբոմը չէր ուզում միջանցք այնց աներ, որ ռուսները ստեղ հսկողություն ունենան, լրիվ տվեցին թուրքերին իրենց ամերիկյան տերերով ու ամեն ինչ կորցեցինք, այնքան որ ռուսները դուրս գան ամենամեծ շուկան, մեր միակ շուկան ես կարող եմ ասել, մեծ շուկան, նա կտրում է։ Չեմ ամ Դուբայ ենք անցնում, Եվրոպա ենք անցնում, թե Թուրքիա, Ադրբեջանի շուկա ենք անցնում, դա պարզ չի, Նիկոլից հարցրեք, բայց օրինակ թուրքերն էլ չեմ ասեցի ինչ հարաբերությունների մեջ են ռուսների հետ, բայց իրանք իրանց էկոնոմիկան առաջին հերթին պահում են առաջնատեղը։ Տեսնենք թե Նիկոլի տարած քաղաքականությունը ուր կտանի այս ժողովրդին, բայց մի բան ձեզ ասեմ, մի մարդ, որ անգրագետ է, մի մարդ, որ տուպոյ է, ինքը չի կարա լավ տեղ տանի, ինքը ուրիշի շահերն է միայն մատակարարում։ Ահո, ինչ մի ակտիվնոյ բառը։